Մենք միշտ էլ բարեկամ ենք եղել, մեր շահը մենք չենք վերագնահատել, ընդհակառակը Ռուսաստանի շահով ենք մենք միշտ շարժվել, մենք որ ասենք մի խնդիր եղել, ասենք Ռուսաստանը ինչ կմտածի մեր մասին, եթե մենք մի քայլ ենք արել սկզբնական շրջանում, ու մի հատ նայում ենք իրար երեսի, ասում ենք, բա Ռուսաստանը ինչ կասի, եթե մենք գնացել ենք Ֆրանսիայի հետ հանդիպումների հետ պետության հետ բարեկամություն ենք արել, այն սկզբնական շրջանով ասում են Ռուսաստանը ինչ կմտածի, եթե գնում ենք Գերմանիայի հետ հանդիպումների, ասում ենք սկզբից ասում ենք Ռուսաստանը ինչ կմտածի, բայց մի 15 տարի առաջ պետք է թույլտվություն հարցնեինք, ասեինք պարոն Լավրով թույլ կտաք մենք հանդիպենք, ասենք ֆրանսիացիների հետ, պարոն Լավրով թույլ կտաք մենք Դուբայի հետ առևտրական ինչ-որ հարաբերություն ունենանք, բայց 18 թվականից հետո արդեն մենք սկսեցինք անկախության նշաններ ցույց տալ եւ 20 թվականի Արցախի վրա հարձակումը նաեւ գալիս է այդ նշաններից, որ մենք ինչ իրավունք ունենք առանց իրենց թույլտվության որևէ մի երկրի պաշտոնյայի հետ հանդիպենք կամ այդ պաշտոնյային հրավիրենք Հայաստան։ Այս ամեն ինչի բանը թաքնված է դրա տակ։